Մեր խնդիրը հիմնականն է նա, որ վճարումները իրականացվեն անկանխիկ եղանակով, որ լինեն հետագծելի, որովհետև մենք տեսնենք ինչի համար է վճարում, որովհետև դա մեծ տվյալ է, որ մենք հետո կարող ենք վերլուծել եւ մեր ծրագրերի մեջ որոշակի կարգաբերումներ անել, եթե նման անհրաժեշտություն, այսինքն մեր խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ որ բան է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում։ Եթե մենք տեսնում ենք, դա դառնում է մեր նյութը, որի հետ մենք պետք է աշխատենք եւ դրանից բխող քաղաքականությունների լավարկման որոշումներ կայացնենք։ Հիմա ֆունդամենտալ խնդիրը շարունակում է մնալ այն, որ մանավանդ հիմա առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել։ Մեր կարգավորումներով, ես ինչքան հիշում եմ, մենք դա արել ենք դե յուրե, բայց հիմա մնում է, որ մենք դե ֆակտո դա լիարժեք ապահովենք, որովհետեւ եթե վճարումները հետագծելի են, տեսանք մարդը գործիքի համար վճարել է։ Կարող ենք գնալ տեսնել։ Կարող է արդյունքում այդ տեսնելու արդյունքում կարող մենք եզրակացնենք, որ հենց ամեն ինչ այդպես էլ պետք է լինի, կամ չպետք է այդպես լինի, եթե չպետք է այդպես լինի, որն է մեր որոշումը, որ մենք պետք է կայացնենք։ Այսինքն, ստեղ մեր խնդիրները ոչ միայն առողջապահության բոլոր տեղերում առաջանում են, որովհետև մենք տվյալի հետ գործ ունենք։ Երբ որ տվյալը չկա եւ ասվում է բանավոր մի բան, հետո ուրիշը հերքում է, երրորդը հաստատում է, չորրորդը էլի հերքում է, հինգերորդը ու տենց մենք ընկնում ենք մի հատ շղթայի մեջ, որը անիմաստ էներգիա տանում եւ փաստահենք եզրակացություն անել, այդպես էլ հնարավոր չի լինում շատ դեպքերում։ Հետևաբար սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Այսինքն ինչ կա չկա, մեր խնդիրը որևէ խնդիր լուծելու ճանապարհը այդ խնդիրը տեսնելն է։ Ձեր եւ այդ թվում էլի ուրիշ խնդիրներ տեսնելու ճանապարհն է, որ կանխիկ վճարումը բացառվի եւ պետքա խիստ միջոցներ ձեռնարկել եւ խիստ բաներ դնել, խիստ կարգավորումներ դնել, որ ինչ որ ձևով եթե դա տեղի է ունեցել 1, 2, 3, մենք արդեն հնարավորություն ունենանք առողջապահական հիմնարկի նկատմամբ սանկցիաներ կիրառել, ընդհանուր բան անել առողջապահության ապահովության համակարգի պայմանագիրը չեղարկելու հիմք դառնա դա, որպեսզի մենք կարողանանք կառավարել